ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրա խոսքով Եվրոատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որ ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո գործարկվում է համապատասխան ընթացակարգը։ Սակայն ինչպես նշել է ինքը, միամիտ չէ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Մենք չափազանց մտահոգված ենք, մենք դա հասկացրել ենք վրացական կողմին, ասել է նա, հավելելով, որ զգալիորեն ավելի լավ իրավիճակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում եւ դա հնարավոր է եղել նաեւ այն բանի շնորհիվ, ինչ անում է նախագահ Թրամփը։ Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Տեղեկությունը հայտնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Մայր տաճարում ժամը 10:35 կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում էլ դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը եւ հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարում կմնա մինչեւ ժամը 18:00։ Նոյեմբերի 28-ին ժամը 17:30-ին երեկոյան ժամերգության ընթացքում Մայր տաճարում կկատարվի նախատոնակ։ Նոյեմբերի 25-ին ժամը 13:46-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆՓ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին։